հանուն Հոր և Որդվո և Ոգուն Սրբո ամեն։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը դարձյալ մեզ կհրավիրե մեր քրիստոնեական հավատքի խորացման, հույսի հզորացման և սիրո գործնական արտահայտության։ Հավատք, հույս և սեր քրիստոնեական կյանքին առանց կգազմեն։ Անոնք նաև առանց կդարձան Սուրբ Մարիամ Աստվածածնին իր ծնունդեն սկսյալ մինչև վերափոխումը։ Սուրբ Մարիամ Աստվածածին ոչ միայն եղավ Աստվածամայր ու բոլոր դարերում դիբար մայրը, այլ իր կյանքով ու գործով անդարձավ բոլոր ժամանակներու մարդկային վեհ առաքինություններու ճարակայթող խորհրդանիշ և իր սրբագենցաղ կյանքով Մարիամ Աստվածածին դարձավ քրիստոնեական եկեղեցու մեծագույն սուրբը։ Սուրբ Մարիամ Աստվածածին, ինչպես մեր բոլոր սուրբերը, հարեխոս են մեր և Քրիստոսի միջև։ Սաբահում, երբ բոլորս որպես ուխտավորներ հավաքված ենք Բիթվայայի վանքի մեջ, Սուրբ Մարիամ Աստվածածնի հոգևոր ներկայությանը մեջ, եկեք մեր հոգիներու մեջ ձունգի կանք և աղոթքի ջամփով թիմենք Սուրբ Մարիամ Աստվածածնին, որպես բարեխոս իր միածին որդվի մոտ, որպեսզի արդարությունը ու խաղաղությունը հաստատվի այս երկրին վրա, ամեն տեսակ չարիք, ատելություն ու թշնամություն հեռանան մարդկային կյանքեն։ Եկեք բոլորս աղոթենք, որ ամեն տեսակ մեղք, մոլություն, հիվանդություն, դժվարություն ու տագնապ հեռանան մեր կյանքեն ու մեր կյանքը լեցվի հավատքով, հույսով ու սիրով։ Սիրելի հավատացյալ ուխտավոր ժողովուրդ, հոգեկան անհուն ուրախությամբ ողջունեմ ձեր բոլորին ներկայությունը այստեղ, մանավանդ մեր երիտասարդության։ Ձեր ներկայությունը բերջախոս վկայություն մնե մեր հոգևոր, փարոյական ու ազգային արժեքներուն ու ավանդություններուն նկատմամբ ձեր ունեցած ամուր կապվածության։ Հարեր շարունակ մեր եկեղեցու ազգին ավանդությունները ու սրբազան արժեքները ու նվիրական ցկտումները մեզ բահեցին կյանքում, մեզ բահեցին զորեղ, նույն ոգիով, նույն հավատարմությամբ մենք պետք է շարունակենք մեր բաբերուն ճանապարհը,
Քրիստոսի ներկայությամբ բայցարակերպված հայության ճանապարհը։ Սիրելի հավատացյալներ, նկատի ունենալով, որ սուրբ և ամահ պատարագը Սաբահում, ինչպես նաև մեր հայրապետական պատգամը, արփանյակային հերադեսիլի ջամփով կսփռի աշխարհի չորստին, և մեր ժողովրդի զավակները վստահաբար կհետևին սուրբ և ամահ պատարագին։ Ես պիտի ուզեի այս առիթով մեր ժողովրդի սիրելի զավակներում ուշադրության հանձնել երկու մտահոգություններ, որոնք համազգային տարողություն ունին։ Մտահոգություններ, որոնց նկատմամբ մեր ժողովրդի զավակները պետք է ցուցաբերեն ազգային գիտակցություն։ Առաջին, վերջին մի քանի տարիներում ընթացքին աջակցի առիթներով մեր պատգամներում, խոսքերում ու քրություններում մեջ մենք մեր ժողովրդի ուշադրության հանձնեցինք, թե մեր լեզուն արևմտահայերենը տագնապի մեջ է ու հետս հետե կնահանջե։ Այո, մեր լեզուն սկսած է նահանջել հայ ընտանիքներն ես, մեր դպրոցներն ես, մեր ժողովրդի զավակները ու հատկապես մեր երիտասարդները սկսած են անդարբերություն ցույց տալ հայ լեզվին նկատմամբ։ Լեզուն որևէ ազգի բարակային սոսկ հաղորդակցության միջոց չէ։ Լեզուն ազգիմը ներքին ցկտումներում, ամրումներում, տագնապներում, հոգի ջնջերումներում, մտքի հղացքներում, ժողովրդիմը ինքնության, ամենայն վավերական հարազատ արտահայտությունն է։ Այսպես եղած է լեզուն ու այսպես է այսօր մանավանդ լեզու ու մշակույթ և ինքնություն կանթող համաշխարհայնացած ներկա աշխարհի մեջ ազգեր, պետություններ, հսկա գումարներ կծախսեն, որպեսզի իրենց լեզուն մնա առողջ ու կանգուն։ Իսկ մեր ժողովրդի բարակային սիրելի ժողովուրդ հայոց մեր լեզուն եղած է սրբազան իրականություն, մեր ժողովրդի կյանքն ես, հրաշքի համազոր երևույթ դարձած է այդպենքի մի քյուդը, որովհետև այդպենքի մի ջամփով Աստված մեզի հետ հայերեն խոսեցավ։ Մեր հոգևոր ու ազգային արժեքները, մեր մշակութային ժառանգը, մեր ավանդությունները հայերենով արտահայտվեցան, ցև ու գերբարանք, ոգի ու թրիչք ստացան։ Հայ լեզուն մեր լինելության, մեր քոյության հզոր գրբանը դարձավ։ Կարելի չէ հասկանալ հայություն առանց հայ լեզվի։ Եվ այսօր
հայերենլեզուն ու հատկապես սպյուրքի դարածքին արևմտա հայերենը սկսած է նահանջել։ Կարելի չէ այս երևույթին դիմաց անբարբեր մնալ։ Կարելի չէ այս տագնապին դիմաց միայն ողբալ ու տագնապի։ Պետք է գործել։ Մեծիդան ընգիլիգյո կաթողիկոսությունը իր համազգային առաքելության ծիրեններ իրեն համար նվիրական պարտավորություն նկատեց այս ուղղությամբ գործնական քայլերու թիմել։ Եվ այսպես շուրջ 2 տարիներ առաջ Բիկվայայի վանքի մեջ մենք կազմակերպեցինք համասպյուրքյան համագումար եւ հոն միասնապար քննեցինք, ծրագրեցինք, թե ինչ կարելի է անել հայ լեզվին նահանջը գասեցնելու իմաստով։ Եվ համագումարը միասնապար առաջարկեց մեզի, որ մեր Սուրբ Աթոռը արևմտա հայերենի պաշտպանության հանձնաժողովը հարաճացնե, որպեսզի այս հանձնաժողովի ջամփով մենք փորձենք գործնական եւ ազդու միջոցներու թիմել փրկելու համար արևմտա հայերենը իսպար գործել։ Սա միայն հանձնաժողովի գործը չի գտնարնալ։ Սա հավաքական ջիք է ու աշխատանք, հետևողական ու ծրագրված գործընթաց մնե, որում պետք է մասնակցին մեր ժողովրդի բոլոր զավակները, մեր ընտանիքները, մեր դպրոցները, մեր մտավորականները, հատկապես մեր երիտասարդները։ Հավաքական տագնապ է, հայ լեզվին տագնապը մեր ինքնության տագնապ է, հայ լեզվին տագնապը մեր քոյության տագնապն է, հայ լեզվին տագնապը մեր ազգային պահանջատիրության տագնապն է, մեր արժեքներում տագնապն է։ Հետևաբար այս տագնապին դիմաց յուրաքանչյուր հայ նվիրական պարտավորություն ունի կատարելիք։ Ես կուզեմ Սաբահում գործնական մոտեցումով միայն 3 գեդեր ընդգծել այս ուղղությամբ։ Առաջին, հայ ընտանիքը կարևոր թեր ունի այս ուղղությամբ։ Հաճախ ասած եմ ու միշտ պիտի հիշեցնեմ մեր ժողովրդի զավակներուն, թե հայ ընտանիքը մեզի համար սրբազան կառույց է, փոքր եկեղեցի է, փոքր դպրոց է, փոքր Հայաստան է։ Հետևաբար հայ ընտանիքներս միայն հայերեն լեզուն պետք է հնչե։ Օդար լեզուն մեզ պիտի օդարացնե։ Այո, հայերեն լեզուն պետք է հնչե մեր ընտանիքներենս։ Եվ հայ ընտանիքին առաջին ու մնայուն ուսուցիչը հայ ծնողն է։ Մենք հավաճանած կլանք մեր սուրբերուն, մեր հերոսներուն, մեր պատմության, մեր ինքնության, երբ այսպես թյուրին գերբով մենք հերանանք հայերենեն և հարին օդար ու օդարացնով
լեզուներում։ Երկրորդ, հայ դպրոցը հայ լեզվի պաշտպանության ամենազորեղ ամրոցն է։ Եվ այսօր ես ցավով գիմանամ, որ կարգը հայ դպրոցներ, որպեսզի հայ աշակերտները չձանապերնվին հայերեն լեզվով, հասավանդվող նյութերով, որպեսզի հայ աշակերտներ դիրաբետեն օտար լեզուներում, որպեսզի հայ աշակերտներ պետական քննությանց մեջ հաջողին, այսին բادرբակները թելադրված գարկմը հայ դպրոցներ իրենց հասացուցակներում մեջ բաքսեցուցած են հայերեն հասավանդվող նյութերում թիվը։ Խստորեն թադավարտելի է այս երևույթը։ Հայ դպրոցը մեզի համար ամեն բան է առաջ հայագերդումի առաքելության լծված սրբազան բաժար է։ Վերջապես երրորդ, ինչպես գիտեք, Գաբրինք հաղորդակցության, արհեստագիտության աննախընթաց զարգացման ժամանակներու մեջ։ Անհրաժեշտ է հաղորդակցության ազդու միջոցները թրագան գերբով օգտագործել հայերեն լեզվի գործածության ու տարածման։ Այսպես փչիչային հերացաններու համագարքի և այլ միջոցներով մեր ժողովրդի զավակները և հատկապես երիտասարդները փոխանակ օտար լեզուներով կամ լատինադար հայերենով իրարու հետ հաղորդակցելու անհրաժեշտ է որ արևմտա հայերենով իրարու հետ հաղորդակցին։ Ավասիկ սիրելի ավադացյաններ, մի քանի թելադրություններ, որոնք պիտի նպաստեն հայերեն լեզվին և այս պարակային արևմտա հայերենի լայն գործածության։ Երկրորդ մեր մտահոգությունը, սիրելի ավադացյաններ, բնականաբար Սուրյո մեր սիրելի քաղաքին դիմակայված դժվարություններն են։ Անցնող մի քանի տարիներուն ընթացքին, ինչպես գիտեք, միջին արևելքը գանցնի տագնապները։ Նույնպես Սուրյան նույն տագնապի մեջ կգտնվի և այդ տագնապին հետևանքները բնականաբար նաև կզգացվին մեր համայնքի սահմաններեն ներս։ Անցնող ամիսներու ընթացքին մեր գլխավորությամբ Մեծիդան Անգելիկյո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչությունը մնայուն ու հետևողական գաբի մեջ եղավ Սուրյո համայնքի մեր հոգևոր թե համայնքային պատասխանատուներուն հետ խորհրդակցություններու հարաբերության ու գործակցության ճամփով
մենք անհրաժեշտ թերացությունները ու ցուցմունքները կատարեցինք, միշտ հիշեցնելով մեր ժողովրդի զավակներուն, որ մեծի դարընգիլիգյո կաթողիկոսությունը հարին ամբողջական իմաստով զորագից, աչագից ու կործագից է Սուրյո մեր սիրելի ժողովրդին։ Քաչ գիտեք, որ անցնող շաբաթները գացությունը ավելի դժվարացավ ու վատտարացավ Դամասկոսի, Լաթաքյո և հատկապես Հալեբի մեջ։ Այս տագնապին դիմաց մենք չենք կրնար միայն մտահոգվել, ողբալ, ցավել և հոնգանք առնել։ Սփյուռքի բոլոր քաղաքներուն հզորացումը համազգային կարևորություն ունի։ Յուրաքանչյուր քաղաք, մեծ թե փոքր, մեր ժողովրդի կյանքերն, մեր պահանջատիրական պայքարի ծիրեններս իր հատուկ դեղը ու թերը ունի։ Քաղուտը դգարացնել, ուրիշ քաղուտ հզորացնելու համար, շրջանը անդեսել, այն շրջանին կարևորություն տալու համար, անհերադես ու վնասակեր քաղաքականություն մնե, որ մեր հերու պետք է մնան մեր ժողովրդի զավակները Հայաստանի թե Սփյուռքի մեջ։ Սուրյո հայ քաղուտը ոչ միայն պատմական քաղուտ է, Սուրյո հայ քաղուտը ոչ միայն գազմագերբ ու աշխուժ քաղուտ է մեր կյանքի բոլոր բնակավարներեններս, այն նաև ու մանավանդ Սուրյո մեր քաղուտը մարդավարական ու ռազմավարական իմաստով հատուկ կարևորություն ունի Հայաստանին, մեր ազգային պահանջատիրության և Սփյուռքը դիմակայող բոլոր տեսակի մարտահրավերներուն նկատմամբ։ Սուրյո հայ քաղուտը պետք է մնա կյանքուն ու գազմագերբ։ Կշեշտեմ, սա համազգային մտահոգություն, բարդավորություն ու առաջնահերթություն է։ Եվ ուրախությամբ կհայտարարեմ, որ Սուրյո մեր հոգևոր ու համայնքային պատասխանատուները նույն գեցվածքը, նույն հավատարմությունը ու հանձնարարությունը ունին։ Հետևաբար սա բահուն ձեր բոլորի ներկայության ես առաջին հերթին իմ բարձր քնահանդանքս կհայտնեմ Սուրյո մեր ժողովրդի բոլոր զավակներուն առանց խտրության, որոնք իրենց պատմության այս դժվար հանգրվանին ցույց տվին մեր ժողովրդի միասնականությունը։ Այսօր մեր ժողովրդի զավակները Սուրյո մեջ միական են, միասնաբար կմտածեն, իրարու հետ կխորհրդակցին, որպեսզի մեր համայնքը առավելագույն չափով հեռու մնա վտանգներեն։ Այսօր մեր հոգևոր թե համայնքային պատասխանատուները գարիքավոր ընտանիքներուն գօգնեն,
մեր գառույցներուն շուրջ են, մեր եկեղեցիներուն դպրոցներուն շուրջ են եւ իրենց կարելին կկատարեն մեր համայնքը կյանքում անվտանգ պահելու իմաստով։ Երկրորդ, Սուրյո հայ համայնքը սուրյական հայրենիքին կարևոր համայնքներն մեկն է։ Սուրյական հողի մեջ մեր համայնքը նետած է իր արմատները եւ հարեր շարունակ նույնիսկ շարթերեն առաջ մեր ժողովուրդը ներկայություն եղած է սուրյական հայրենիքի մեջ ու մանավանդ շարթերեն հետո երբ թուրքը դերձորի մեջ Մարգադեի մեջ եւ այլ շրջաններու մեջ հազարավոր հայեր սպանեց նույն շրջանի սուրյացի մեր եղբայրներն ու քույրերը պաշտպանեցին մեր ժողովրդի զավակները իրենց հացը ու հայրենիքը բաժնեցին մեզի հետ եւ մեր ժողովուրդը միշտ կմնա երախտաբար Սուրյացի ժողովուրդին ու հայրենիքին նկատմամբ եւ այսօր երբ Սուրյան տագնապի մեջ է մեր ժողովուրդը իրավունք չունի հեռանալու Սուրյայեն ինչպես Լիբանանի մեջ երբ Լիբանանը տագնապի մեջ է մենք կարճած մնացինք Լիբանանին մեր իրավունքներուն ու բարդավորություններուն այնպես էլ այսօր Սուրյո հայությունը իր պատասխանատուներով իր զավակներով գարչած կմնա սուրյական հայրենիքին սիրալիր հարաբերություն մշակելով Սուրյան գազմով իսլամ թե քրիստոնյա համայնքներուն հետ եւ վերջապես սիրելի հավատացյալներ Սուրյո հայությունը պետք ունի մեր բոլորին աջակցության Սուրյո մեր սիրելի ժողովրդին թելադրություններ կատարելու, ցուցմունքներ կատարելու, հիշեցումներ կատարելու ժամանակը չէ։ Անոնք պետք չունին այս բոլորին։ Անոնք գիտակ են իրենց պատասխանատվության, բարդավորության։ Իրենք կարիքը ունին մեր բոլորին աջակցության ինչպես Լիբանանի հայությունը Լիբանանյան տագնապի ամենեն թշնեմ պայմաններու մեջ շնորհիվ իր հավատքին, կյանքին ու միասնականության ինչպես նաև մեր ժողովրդի նյութական աջակցության մնաց կյանքում, մնաց կազմակերպ, վստահ եմ այսօր Սուրյո հայությունը, շնորհիվ իր հավաքական հավատքին, միասնականության ու վճռականության, ինչպես նաև մեր բոլորին նյութական աջակցության, պիտի մնա կյանքում, պիտի մնա զորեղ, որպես համայն ամրովային կապված սուրյական հայրենիքին իր իրավունքներուն ու բարդավորություններուն։ Ահա այս կսպասե Սուրյո հայությունը մեր բոլորին։ Հետևաբար սաբահուն ես կոչ կուղեմ ըսպյուրքի մեր ժողովրդի բոլոր զավակներուն և հատկապես
եւ հատկապես նախկին սուրյահայերուն թիգունք կանգնելու կորձնաբես սուրյահայության որբեսի անուն կարենան ընդանաչել դագավ բազմացող գալիքավոր ընտանիքներուն որբեսի մեր թմրոցները վաղը բացեն փանալ իրենց թռները աշակերտներուն առջև որբեսի մեր ժողովրդի ապահովության պաշտպանության նվիրված մեր բոլոր կառույցները մնան կուն ու գենսունակ այս բոլորը սուրյահայության պարտավորությունն է ճիշտ է սակայն մեր բոլորին պարտավորությունն է հորձնավես զորագից ու աչագից ըլլալ սուրյո մեր ժողովրդի զավակներուն ու սաբահում գաղոթեմ արփարսյան աստված որ խաղաղություն բարգեւե սուրյո ամբողջ տարածքին վրա ապրող բոլոր ժողովրդին ինչպես նաև մեր համայնքին թող Աստված պահպանե մեր ժողովրդի զավակները Հայաստան, Արցախ, Լիբանան եւ սպյուրս աշխարհի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիդենից ամեն